Բարևարքության հարցերով կազմակերպիչները կամ էթիկայի պատասխանատուները կարևոր դեր են խաղում տարբեր հաստատություններում, ապահովելով, որ աշխատակիցներն ու անդամները պահեն բարևարքության նորմերը և պրոֆեսիոնալ պահվածքը։ Ինստիտուտը ներդրման օրվանից որոշակի խնդիրներ առաջ բերեց։ Դրանք քարտեզագրվեցին, բայց այդպես էլ չեն հասցեագրվել, չնայած ինստիտուտի մի քանի տարի շարունակ գործարկվելուն։ Դրանցից կարևորներից կարող եմ առանձնացնել անկախության հիմնախնդիրը, արդյոք բարևարքության հարցերով կազմակերպիչները կարող են լինել անկախ իրենց կայացրած որոշումներում, որոնք վերաբերվում են հենց բարևարքության համակարգի, տարերին, շահերի բախում, նվերներ, անհամատեղելիության պահանջներ եւ այլն։ Նրանք տարիներ շարունակ աշխատել են գերատեսչություններում, ունեն գործընկերային հարաբերություններ տարբեր աշխատակիցների եւ պաշտոնատար անձանց հետ, կա վերադաս, ստորադաս պատասխանատվությունը։ Եվ սա հիմնավոր հարցեր է առաջացնում, թե ինչքանով է այս ինստիտուտը գործելու անկախ եւ փաստացի ժամանակը նաեւ ցույց է տալիս ներդրման պահից, որ այդ անկախության հիմնախնդիրները շարունակում են լինել առաջնային, այսինքն բացի նրանից, որ նաեւ անկախության խնդիրներ կա նաեւ աշխատանքների համակարգման խնդիր, երբ չկա մի մարմին, ով կհամակարգեր բարևարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը, իրենց գործառույթները։ Հայաստանում առկա կարգավորումների շրջանակներում այս պահի դրությամբ կարող ենք դիտարկել երկու մարմին, որոնք կարող են իրականացնել համակարգման աշխատանքը, նաև որոշակիորեն անկախության հիմնահարցերի լուծմանը մոտենալ, նշում է փորձագետը։ Այդ բարևարքության հարցերով կազմակերպիչները կլինեն կոնկրետ մեկ գերատեսչության համակարգման ներքո, նրանց կողմից կնշանակվեն տարբեր պետական մարմիններում եւ դրան կարող ունել կամ քաղաքացիական ծառայության գրասենյակը կամ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը իհարկե պետք է քննարկումների արդյունքում հասկանանք, որն է տվյալ պարագայում նպատակահարմար։ Մեկ այլ խնդիր, երբ բարևարքության հարցերով կազմակերպիչները այդ պաշտոնը զբաղեցնում են իրենց հիմնական աշխատանքին զուգահեռ, ինչը Սյուզաննա Սողոմոնյանի դիտարկմամբ անընդունելի է, հաշվի առնելով այն կարևոր գործառույթը, որ դրված է նրանց վրա, նրանց պաշտոնի անձնագրերում։ Նրանց կարևոր առաքելությունը պետք է լինի բարևարքության համակարգի ապահովումը պետական տարբեր մարմիններում։ Ինչքան էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եւ այլ իրավասու մարմիններ կազմակերպում են տարբեր վերապատրաստումներ, միևնույն է այդ վերապատրաստումները բավական չէ։ Նախ հարց է առաջանում ինչքանով է կազմակերպումն իրականացնող, այսինքն վերապատրաստումն անցկացնող մարմինը ստուգել այդ վերապատրաստումների արդյունավետությունը եւ ազդեցությունը, արդյոք որոշակի գործիքներ ներդրված են, ինչ մեթոդոլոգիայով է արված, թե ուղղակի դրանք սովորական վերապատրաստումներ, երբ իրենց պարտադիր վերապատրաստումների մաս էլ կարող են կազմել այդ թեմաները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ ներկայում իրականացնում է գործող հակակոռուպցիոն ռազմավարության 2023-24 թվականների մոնիթորինգ այն գործողությունների մասով, որը նշված ժամանակահատվածում պետք է իրականացվեր։ Այս գործողությունը ևս դրա շրջանակներում նախատեսված է, ընկնում է դիտարկվող ժամանակահատվածում, կատարված է մասամբ։